դուք արդարացի եք համարում Գագիկ Ծառուկյանի կալանավորումը։ Ոչ։ Ինչով եք հիմնավորում։ Հիմնավորումը, որ փաստեր չունենալու պատճառով մեր երկրում դարել է համատարած երևույթ։ Առանց փաստերի կալանավորում են, հետո ման են գալիս տեսնում ինչ փաստեր ունեն։ Կարծիքով առայժմս ոչ մի բան չի գրված, ինչ-որ վերացական մտքեր է հայտարարվել, որը վաղուց ի վեր էս տարիների ընթացքում բոլորը խոսում են։ Ձեր գնահատմամբ ինչ զարգացում կունենա այս իրավիճակը Գագիկ Ծառուկյանի շուրջը ծավալվող այս։ Չեմ կարողացել, բայց միանշանակ, որ անձնավորված հարց է սա։ Իսկ տեսանյութը դիտել եք, որտեղ երևում է 70-ամյա բարերարին ինչպես են Դա ես օրինակ ձեզ մի բան ասեմ, դուք նայեք ուշադիր, առաջի կադրում երբ որ իրան գետնով են տալիս, ինքը ինչ հագուստով է դուրս գալուց ինչ։ Ես մտածում եմ, դա նույնիսկ մոնտաժ կարա լինի։ Իմաստը։ Դարի հանցագործն է ինչ է տվել գետնով։ Իսկ սա ուղիղ կապ ունի Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավի ժամանակ կատարած այն հայտարարության հետ, որ ասել է բոլորին կզացնելու եմ, սատկացնելու եմ, պատժելու եմ բոլորին։ Ես գտնում եմ Քաղաքական հետապնդումներ են ձեր գնահատմամբ։ Եթե կարելի է նաև այդպես։ Ես նայում եմ անձնավորված հարց է դա։ Մենք մինչև այսօր ինչ արեցին, որ այսօր էլ Ծառուկյանը դառավ հանցագործ։ Մինչև այսօր ուր էր այդ հանցագործ Ծառուկյանը, կամ այն մյուս Ծառուկյանները, որոնց որ ասում էին հանցագործ։ Նաև երբ քննացրեցին արտիստներին, մեկը այլևս չարթնացավ, սա ինչպես է։ Ես կլոունադա է։ Պարուցին փայփայ է, ձակից ինքը մեծացրել է, մինչև այսօր այդ առուցը ինչ էր իր այս ներկայացնեն, դուք էլ իբր գազանանոց ունեիք, վեկորում եք տանեք գազան, կամ ինչ իմաստը որն էր դրա, ոն իմաստ կա, պետք է խելացի մոտենաս ամեն գործին, եթե նույնիսկ մարդուն պետք է պատժես, պետք է խելացի մտածված անես, օրենքի ուժով անես, ես էլ կարամ ամեն ինչ ասեմ։